Որ քաղաքական ուժին եք ձեր ձայնը տալու, եք տեսնում Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Քաղաքացիական։ Քաղաքացիական պայմանագրի խոսակցության կասեք ինչու։ Իրան եմ հավանում։ Որ բարեփոխումները կթվարկեք։ Ամեն ինչ էլ բարեփոխում, այս չի բարեփոխում, ով է բարեփոխը։ Որ քաղաքական ուժին եք ձեր ձայնը տալու, եք տեսնում Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Նիկոլ Փաշինյանի։ Կասեք ինչու։ Մեզ այդքան դնեմ ասեմ, չեմ կարա։ Նիկոլ Փաշինյանի, մի անձը։ Ազիզ ջան, մեր Փաշինյանը ես ինքս Տավուշից եմ ու շատ նորանոր փոփոխություններ ակատարեն մեր մարզում, մեր շրջանում, Նոյեմբերյանում։ Նախ ճանապարհներ չունեինք, այնքան էլ որակ չկար, ճանապարհներին փոսեր գալիս էինք Իջևան փոսերը մտալով 10 տարի, 20 տարի։ Լավ այդ մարդիկ նախկիններն ինչ էին անում բա։ Լավ ինչի չէին սարքում։ Այս մարդը սաղ ճանապարհները գեղեցիկ շնորհքով սարքեցին։ Պլյուս դրան դպրոցներ կառուցեց, ամբուլատորիա կառուցեց, որը որ հեչելած էր մի կախովի լվացարան ունեն 41 թվի այն բանի գերմանական են կռիվների ժամանակվա լվացարանն էր։ Իսկ հիմա սարքում աշենքը, բանկապարտեզներ է սարքում, շատ սիրում։ 16 միլիոններ է տրամադրել մարդկանց ծրագրով տուն շինելու մարդիկ օգտվել են, իհարկե ում հասել է, որ տան անչափահաս երեխա ունին, աճող ընտանիք են, տներ են կառուցել, քանի տուն են սարքել մարդիկ արդեն մեջին ապրում են, լավ է թե վատ, իսկ ինչ մնացած հարցերը ամոթ է, հերիքա խելոք կենան, մի բանով էլ իրանք օգնեն, ինչը չարել, շատ լավ բաներ անում, խի չի անում, Հրազդան գետի վրա, Հրազդան կամուրջ էին, կարմիր տուֆով, ինչ վիճակում էր 30 տարի, Ռոբերտ Քոչարյանի շատ պետք էր, այդ Հրազդանի կարմուրջը, ալավարալ է փուլեր եկել էր ու ջրով մինել էր, այս մարդը գնաց, սարքեց, գեղեցկացրեց, շատերին է օգնում, հիմա էլ 65 պլյուսներ տվել է, գիտեք քանի մարդ է հիմա վիրահատվել, ծնողը լավ բան է, ու մեր ծնողներն արդեն շատ մեծ են, դուք պատկերացեք că մեզ սիրտ վիրահատում ու ապրում են, էլի ապրում են, դա ինչ լավ է մեզ համար, ծերերի կինը գիտե, մեծերի կինը գիտե, երեխեքի կինը գիտե, ինչ են ուզում այդ, կամ կնոջն են քրքրում քանդում, կամ իրան են քրքրում քանդում, չի կարելի, Ռոբերտ Քոչարյանի կինը, որ նստել էր գահին, ճիշտն եմ ասում, իրանց են կասեմ, ես վախելու բան չունի, մասնագիտության բուժքույր եմ, ինչքան Երևանի մեջ հիվանդանոցներ կան, Նայիրի բժշկական կենտրոնն է, Էրեբունի հիվանդանոցն է, բոլորում ինքը փայատեր է, ինքը բոլոր տեղերը կես մասը Իրանն է, խի, ինչի պետք է տենց լիներ, Հայաստանը սաղ ինքը գույք, իր համար դա գույք էր, Հայաստանը իր համար Քոչարյանի համար գույք էր, 2001 թվին ես տուպ կաբինետը բուժքույր էի, գալիս են Կաբովյանի դիսպանսեր, որոտեղից դեղորայք ստանանք, լաբորատորիայից նյութեր ստանանք, տանենք Նոյեմբերյան մեր հիվանդների համար, մարդիկ, բժիշկները 3-4 ամիս էր աշխատավարձ չէին ստանում, տուբերկուլյոզնիկները նրա համար եղած թե չեղած, հատող կտովի ջնջխկվին էլի, չմնան, չապրեն, այդ է նշանակում։ Ում եք ձեր ձայնը տալու, եք տեսնում վարչապետ։ Էլ գործող վարչապետին։ Կասեք ինչու։ Լավ բաներն եմ տեսնում։ Որ բարեփոխումները կթվարկեք։ Մանկապարտեզներ, դպրոցներ, ճանապարհներ։ Ում եք տեսնում Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Մեր վարչապետ։ Ում եք ձեր ձայնը տալու, եք տեսնում Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Փաշինյանին։ Կասեք ինչու։ Ինքը շատ բան է արել։ Որ կարևորագույն բարեփոխումը կթվարկեք։ Բոլորը, թե բժշկության, շատ բաներում, թե թոշակները, գնահատում եք խաղաղությունը։ Իհարկե։ Ում եք տեսնում Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Նիկոլին, ռուսը մեր երեխեքին ուղարկի բանակ կկոտորեն։ Այսինքն գնահատում եք խաղաղությունը։ Հա, վաշատ։ Էլ որ բարեփոխումները կնշեք։ Էլ որ թող խաղանդ լի ժողովրդին լավ թոշակա բարձրացնում, ամեն ասֆալտ անում, ամեն ինչ անում, ինչքան տուն է սարքե։ Հեսա այս տարի եթե ընտրվեց, Ղարաբաղին անճարներին պետք է տներ սարքեն։ Մի 400 հատ պետք է սարքեն։
Բայց դի բան չի։ Մեղք են, թող սարքին են նեղյալներին, հարուստները, ինչի մի բան չօգնեցին, հա? Դոտ գագոն խոսում է, իրան տղեն պահապանա դրե, մարդասպանը, թող փողերը այդպես ծախսեն, իսկ այդ անճարներին փող չեն տալի, դուն չեն տալ, ագահ եմ, Քոչարյանն ինչա, մարդասպանը, Դեմիրճանի նման իմ մարդիս ընկերն էր, իրար հետ էին սովորել, կոնդեցիր, ինչի սպանեց, մարտի մեկը, զուգարանները, որտե պաջեզները սաղին սպանում էր, հիմա էլ կոբրա օծա, նահատանները կրճացնում է, որ հանկարծ ինքը ընտրվեց, որտե մի 100 հոգի հիներից թեկնացուները դրել են, հիմա սրանք ընտրվեն, սաղ կտան Քոչարյանին, Նիկոլին, բայց ասում են, որ սաղ պտի ընտրեն, Եք տեսնում վարչապետ։ Գոհ եք իշխանությունից։ Շատ։ Ում եք ընտրելու վարչապետ։ Այդ մեզի կապ ունի։ Ինչ ունի։ Դուք եք մենակ։ Գոհ եք իշխանությունից վարչապետ։ Այո։ Իրա թիմից, վարչապետը մինակ չի։ Հա, իհարկե։ Երկողնակ իրա թիմը լավ աշխատում, այս րոպեին։ Մը վաղը վատ կաշխատի կամ վատը չենք։ Ում եք տեսնում Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դա արդեն իմ գործն է, ես կորոշեմ Գոհ եք իշխանությունից։ Գոհ եմ։ Ես շատ գոհ եմ, կարելի է ես ասեմ։ Իհարկե։ Շատ գոհ եմ, Այո։ որովհետև տեսնում եմ դրական վերընթաց, առաջընթաց, ուրախություն, խաղաղություն եւ շատ կուզենայի, որ այս իշխանությունը շարունակի իր գործունեությունը։ Այդքան Շնորհակալ եք։ Ում եք տեսնում Հայաստանի Հանրապետության։ Գաղտնիքա չեմ ասում։ Իսկ գոհ եք իշխանությունից։ Այո, շատ։ Այնքան գոհ եմ, որ իմ թորնիկը հիմա ծառայում է բանակում, ինքը շատ գոհ է, ամեն ինչը շատ լավ է, խաղաղ, հանգիստ, սնունդը։ Այո, շատ։ Սնունդից էլ է գոհ։ Սնունդից էլ է շատ գոհ, պահվածքից շատ գոհ, հիգիենայից էլ է շատ գոհ։ Երեկա գնացել եմ, տեսել եմ, շատ ուրախ է, շատ լավ է իրան զգում։ Ներկա իշխանությունից շատ գոհ եմ։ Մի ընտանիք ենք, բոլորս էլ մի կարծիքի ենք։ Հա։ Ընտանիքում չկա տարաձայնություն, եթե ընտանիք է, ուրեմն բոլորը Հա, այսինքն բոլորը համակարծիքի են։ ներկայիս իշխանությանը։ Այո, ես շատ գոհ եմ ներկայիս իշխանությունից։ Ում եք ծեր ձայնը տալու, ում եք տեսնում։ 16 Շատ լավ, իսկ տանից քանի ընտրող եք։ Երևի 5 հոգի։ Բոլորն էլ 16-ին են ընտրելու։ Այո։ Շատ լավ, իսկ դուք ում եք ընտրելու։ Ես մենք քույրիկներ ենք։ Ամսի 7-ին ընտրում ենք համար 16 Ում եք ծեր ձայնը տալու։ Քաղաքացիական պայմանագիր։ Ում եք տեսնում Հայաստանի Հանրապետության վարչապետ։ դեռ չեմ որոշել։ Գոհ եք իշխանությունից։ Ոչինչ։ Կարևորը որ խաղաղություն է բերել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար